3 զույգ, 3 նպատակ, 3 ճակատագիր։ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում առաջնախաղի են պատրաստվում։ Ներկայացնելու են Check-in Love կատակերգությունը մեծահասակների համար, բեմադրիչը Սուրեն Շահվերդյանն է։ Ինչպես եւ խոստացել էի, երբ որ ստանձնեցի թատրոնի ղեկավարի պաշտոնը, նոր հարթակներ պետք է բացենք թատրոնում, եւ սա այս հարթակը, որտեղ հիմա նկարահանում եք իրականացնում, նոր հարթակներից մեկն է։ Ապրիլի 7-ին մենք ցուցադրելու ենք պրեմիերա այս սենյակում, սենյակ իրենից ներկայացում է հյուրանոցի համար, նկարչական ձևավորումով զբաղվել է Արգիշտի Փիլոյանը, եւ ես կարծում եմ սա ավանդույթ է դառնալու, որ մենք թատրոնի յուրաքանչյուր անկյուն օգտագործենք հանդիսատեսի համար հետաքրքիր լինելու։ Բոլոր գործողությունները տեղի են ունենում հյուրանոցում, այստեղ են դերասանուհին, ռեժիսորը, հոգեբանը, էսկորտ ծառայություններ մատուցող կինը, քաղաքական գործիչներ։ Օգտագործվել են նաև ժամանակակից տեխնոլոգիաներ, տեսանյութերի միջոցով հանդիսատեսը կծանոթանա կերպարների հետ, մինչև նրանց հյուրանոց գալը։ Ներկայացումը սկսվում է փողոցից։ Հանդիսատեսը կարող է ականատես լինել, թե ինչպես են գալիս եւ ինչ հերոսներ են գալիս հյուրանոց։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ներկայացման մեջ հանդիսատեսը նաեւ գործող անձ է։ Եվ այո, այս փոքր տարածքում, երբ որ հանդիսատեսը դերասանի այսպես քթի առաջ է, սանտիմետրների, հեռավորության վրա, կարծում եմ դերասանների համար շատ բարդ է աշխատել այս ոճի մեջ։ Իսկ հանդիսատեսին շատ ավելի հետաքրքիր է հետևել եւ լինել անմիջական կապի մեջ դերակատարների հետ։ Բեմադրության զգեստների նկարիչը դերասանուհի Յուլիա Ֆինկն է։ Սուրեն Շահվերդյանի հետ արդեն երրորդ գործակցությունն է, որից երկուսը որպես զգեստների նկարիչ։ Ժամանակակից է, ավելի բաց է, դրա համար ներկայացումը նաեւ 18+ է։ Կարծում եմ արդեն հասկանալի է, որ ավելի բաց տեսարաններ են եւ ավելի բաց հագուստներ են, բայց ժամանակակից եւ հետաքրքիր։ Կարծում եմ հանդիսատեսին դուր կգա։ Դերասանուհի Ելենա Վարդանյանը քաղաքական գործչի կերպարում է։ Գործընկերներից մեկի հետ հյուրանոց է գալիս քննարկելու առաջիկա ընտրություններում իրենց հաղթելու հնարավորությունները, սակայն թե ինչ է տեղի ունենում հետո, դերասանները գաղտնի են պահում։ Մեծ բավականություն ենք ստանում, քանի որ այս ձևաչափը մեզ համարել է նոր։ Սուրեն Շահվերդյանի հեղինակային նախագիծը փորձում ենք բոլորով կյանքի կոչել։ Սա նաև լավ հնարավորություն է մոտիկից շփվել հանդիսատեսի հետ, խաղալ կատակերգություն սատիրայի երանգներով։ Ինտրիգներ, կրքեր, համեմված սրամիտ երկխոսություններով։ Ներկայացումը խաղալու են 30 հանդիսատեսի համար։ Առաջնախաղը ապրիլի 7-ին է։ Յուրա Վահանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։